Բարեկամներ, ողջույն։ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը մեկնարկում է, բայց առաջին փուլի սադրանքները դեռ չեն մոռացվել, ավելին ես թույլ չեմ տալու, որ դա մոռանան, որովհետև այն, ինչ տեղի ունեցավ առաջին փուլի օրերին, այդ կեղծ նկարները, այդ զրպարտանքները, մտավորականների լալահարաջ հեկեկանքը եւ այսպես շարունակ պարակտում էին մեր հասարակությանը եւ ես այսօր եւս մեկ անգամ ցանկանում եմ այս թեմայի շուրջ խոսել, մանավանդ որ երկրորդ փուլը մեկնարկեց։ Լրատվական թողարկման հատվածում արդեն ծանոթացաք, որ մեկնարկեց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի պաշտոնական աշխատանքները, ԿԳՄՍ նախարարը, գլխավոր քարտուղարը, ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը բարձրունքում էին, այցելեցին հուշահամալիր, տեղում ծանոթանալու իրականացվող աշխատանքներին, սակայն որքան էլ կարևոր եւ ողջունելի է բարեկարգման երկրորդ փուլի մեկնարկը, հանրությունը չի մոռացել առաջին փուլի ընթացքում ծավալված աղմկահարույց սադրանքներն ու ապա տեղեկատվական արշավը, այդ լկտիության հանդեսը, կարծում եմ բոլորս էլ հիշում ենք, թե ինչպես որոշ մտավորականներ իրենց սիրելի պաթոսով հանդերձ, հայտի դեմքերով, առանց մասնագիտական եզրակացության, առանց փաստերին ծանոթանալու, շատ հաճախ նույնիսկ առանց տանից դուրս գալու եւ տարածք այցելելու, բարձրաձայն հայտարարում էին, թե իբր ցեղասպանության հուշահամալիրը քանդում են։ Նրանց մեջ անգամ գտնվեցին որոշ ստահակներ, որոնք արհեստական բանականությամբ գեներացրեցին կոթողի քանդված նկարը եւ հրապարակեցին համացանցում։ Սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում տարածվող այդ անհիմն պնդումները ոչ միայն մոլորեցնում էին հասարակությանը, այլև հարվածում էին ազգային հիշողության ամենանուր, ամենասուրբ շերտերին։ Այսօր արդեն ակնհայտ է, որ խոսքը ոչ թե քանդման, այլ հիմնարար վերանորոգման եւ պահպանական աշխատանքների մասին է։ Այս մասին նաև հստակ հայտարարում է ցեղասպանության հուշահամալիրի եւ հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի նախագծերի համահեղինակ վաստակավոր ճարտարապետ պարոն Քալաշյանը, ընդգծելով, որ տարածվող լուրերը մասնագիտական հիմք չունեին, ավելին շատ քաղաքական ենթատեքստեր էին պարունակում։ Այստեղ իհարկե իրավական մարմիններին եւս պետք է հարցուղվի, այսինքն ամեն անգամ այս կամ այն թեմայի շուրջ, եթե գտնվեն չարագործներ, արհեստական բանականության այս դարում որևէ բան գեներացնեն, հրապարակեն համացանցում, հազարավոր եւ տասնյակ հազարավոր հետևորդներ ունենան ու իրանք պետք է ուղղակի գնան տուն, շարունակեն իրենց այդ գործունեությունը ծավալել, հա, այսինքն որևէ պատասխանատվություն չեն կրելու, չեն բացահայտվելու այդ մարդիկ, չենք իմանալու, նկարները մենք ցույց չենք տալու, ովքեր էին այդ ստահակները, ովքեր համարձակվել էին անգամ ցեղասպանության թանգարանը քանդված նկար գեներացնել եւ տարածել։ Ու այս պատմության մեջ ես վստահ եմ, գիտեք, որն ամենավատը, վիրավորականը, որ ոմանք կգտնվեն, ասեն, չէ, թուրքերն են արել։ Ես ես հավատացնում եմ, հավաստիացնում եմ, որ արել են հայերը։ Ուղղակի պետք է պատկան մարմինները կարողանային պատշաճ կերպով այդ ամենը բացահայտեն եւ հրապարակեն, բայց դա կարծում եմ մեկ այլ թեմայի հարց է։ Ուրեմն մասնագետի խոսքով համալիրում իրականացվում էին անհրաժեշտ վերականգնողական աշխատանքները, իսկ նման աշխատանքները այնտեղ առաջին անգամ չէ, որ կատարվում են, դեռ 95 թվականից համալիրի կառուցումից շուրջ 3 տասնամյակ անց արդեն առաջացել էին հիմնանորոգման անհրաժեշտություն եւ հատուկ աշխատանքներ։ Սակայն ամենացավալին այս պատմության մեջ այն է, որ այդ էժանագին քաղաքական կրկեսի դերակատարներից գրեթե ոչ մեկը այդ զրպարտանքներից հետո չհամարձակվեց ընդունել իր սխալը։ Ոչ ոք ներողություն չխնդրեց հանրությունից։ Պատկերացրեք ինչքան առաքինի կլիներ։ Մենք գիտենք, որ մարդկանց մասին է խոսքը, շատ վաստակավոր այնտեղ անուններ կան, ուղղակի ես չեմ ցանկանում թիրախավորել եւ անձնական հողի վրա տանել այս զրույցը, բայց կարծում եմ դուք շատ լավ գիտեք, ես մոտ 1 տասնյակ մարդու մասին եմ խոսում, ովքեր եթերում լացում էին, որ մատնացույց էին անում տարբեր։ Պատկերացրեք, եթե նրանցից որևէ մեկը հիմա այսօր վաղը մտնի նույն արցունքները աչքերին եթեր եւ ասի Ժորժ ջան, կներեք, ես սխալվել եմ, ես մոլորվել եմ, ես ազդեցության տակ եի կամ պարզապես ուղղակի, չգիտեմ, սխալվեցի, կներեք, այդպես չէ, ինչպես ես պնդում էի։ Բայց չարեցին։ Ոչ ոք պատասխանատվություն չկրեց տարած ապատեղեկատվության համար։ Նույն մարդիկ այսօր էլ նույն անթաքույց ինքնավստահությամբ շարունակում են ներկայանալ որպես ազգային արժեքների պահպաններ, կարծես ոչինչ տեղի չի ունեցել եւ նույն հարգանքն ու պատիվն են վայելում տարբեր հարթակներում։ Պարոնակ եւ տիկնայք, դուք սուտ էիք խոսում։ Դուք եթերում հուզվում էիք եւ հանրությանը մոլորեցնում, բա որ ցույցեր լիներ, բա որ զանգվածային բախումներ լիներ։
Փառք Աստծո դա տեղի չունեցավ, որովհետև կարծում եմ մի ստվար զանգված հասարակության այնուամենայնիվ առողջ բանականության կրողն է։ Հուսամ այդպես էլ կլինի։ Ու այս թեմայի շարունակությամբ ակամա տպավորություն է ստեղծվում, երբ որ փորձում եմ խորունկ ընկալել, եղելությունը, ինձ մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ որոշ շրջանակներ նույնիսկ խիստ հիասթափված են այն փաստից, որ իրենց կանխատեսելի այդ աղետը տեղի չունեցավ, որ կոթողը կանգուն է, շատերը նեղսրտել են։ Կարծես ոմանք ավելի շատ կցանկանային տեսնել քանդված հուշահամալիրը, քան ընդունել, որ իրականացվում են վերականգնողական աշխատանքներ։ Չէ՞ որ այդ դեպքում, եթե հանկարծ այդպես լիներ, ինչպես նրանք գուժում էին, հնարավոր կլիներ օրեր, ամիսներ շարունակ թեման բորբոքել, հանրային հույզեր, հերթական անգամ ցույցեր, փողոցներ փակվել, քաղաքական դիվիդենտներ եւ այսպես շարունակ։ Նրանց քաղաքական գորշ երազանքները կառուցված էին ոչ թե ճշմարտության, այլ սկանդալի վրա, եւ երբ պարզվեց, որ հուշահամալիրը ոչ թե քանդվում է, այլ վերանորոգվում, նրանց բարձրագոչ մեղադրանքները կախված մնացին օդում, մերկացնելով իրական նպատակները, ոչ թե մշակութային ժառանգության պաշտպանությունը, այլ քաղաքական շահարկումները։ Քաղաքական այս դիվիդենտների հետևից վազող վատ մարդիկ, ուրիշ ձևակերպում չունեմ տալու, պատրաստ են շահարկել նույնիսկ ցեղասպանության հիշատակը, եթե դա կարող է ապահովել լրացուցիչ ուշադրություն քաղաքական միավորներ կամ հերթական աղմկահարույց վերնագրեր իրենց տխրահռչակ մեդիաներում։ Նրանց համար երբեմն կարևոր չէ ճշմարտությունը, կարևոր չէ մասնագիտական կարծիքը, կարևոր չէ հանրային պատասխանատվությունը, կարևորը քաղաքական հաշվարկն է։ Ամենավտանգավորը այն է այս պարագայում, որ նման վարքագիծը աստիճանաբար քայքայում է հանրային վստահությունը, երբ ամեն սուրբ թեմա վերածվում է քաղաքական մանիպուլատիվ գործիքի, վտանգվում է ոչ միայն տվյալ նախագիծը, կոթողը, ինստիտուտը, պետական ծրագիրը, այլ մեր հավաքական հիշողության նկատմամբ հասարակական վերաբերմունքը։ Հայոց ցեղասպանության հուշահամալիրը քաղաքական պայքարի դաշտ չէ, վերջապես կարող են հասկանալ որոշ օղակներ, այն ազգային հիշողության, պատմական, շատ լուրջ փուլերի, զոհերի հիշատակի խորհրդանիշ է, իսկ այդ խորհրդանիշի շուրջ ապատեղեկատվություն տարածելը, հասարակությանը գիտակցաբար մոլորեցնելը եւ հետո որևէ պատասխանատվություն չկրելը վկայում է ոչ միայն քաղաքական անբարեխղճության, այլև բարոյական սահմանների բացակայության մասին, առանց ներքին ցենզի, առանց պատմական հիշողության նկատմամբ հարգանքի եւ առանց ամոթի որոշ շրջանակներ շարունակում էին այդ թեմաները արծարծել, որոնք պետք է մնային ամեն ինչից այն կողմ, առանց որևէ հաշվարկի, բայց հասարակությունը պարտավոր է հիշել այդ մարդկանց, պարտավոր է հիշել ոչ միայն նրանց բարձրաձայն կեղծ հայտարարությունները, այլև նաեւ նրանց լռությունը այն պահին, երբ այդ հայտարարությունը փաստացի արդեն փաստերով հերքվեց եւ մենք տեսնում ենք, որ բոլորովին այլ գործառույթներ են իրականացվում։ Ես այս թեմային անպայման կանադառնամ հաջորդ թողարկումներին, բայց այս եղելության մասին առաջարկում եմ մտածել այդ ուղղությամբ։